Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուր հայություն։ Աշխարհաժողով հաղորդաշարի ինչ անել հաղորդման հերթական հյուրը կրկին մեր պատվարժան Արտաշես Բախշյանն է։ Պարոն Բախշյան, քանի որ այսօր խոսելու ենք կոնկրետ թեմայից, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Կուզեմ ինքներդ ներկայացնեք այդ թեմայի հետ կապված այդ տարիներին ինչ եք աշխատել, քանի որ բազմազան են ձեր աշխատանքները եղել։ Այդ տարիները, որը կապված է մեր թեմայի հետ, ինչ եք աշխատել։ Բարև ձեզ։ Դե 2008 թվականից ես տարածքային կառավարման նախարարի տեղակալն էի եւ այդ ժամանակ ստեղծվեց միջգերատեսչական ազդաժողով Սևանի հիմնախնդիրների հարցով եւ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ։ Եվ ուրեմն քանի որ դեռևս 2001 թվականին պատրաստվել էր կառավարությունը հաստատել էր Սևանի համալիր ծրագիր, տարեկան ծրագիր, որտեղ ցուցանիշներ էին սահմանվել եւ առաջանցիկ գրանցվել էին հաջողություններ Սևանի հիմնախնդիրների, մասնավորապես Սևանի բարձրացման հարցերի հետ կապված, հանձնաժողով ստեղծվեց, որովհետեւ առաջացել էին խնդիրներ, հարցեր, բազմաշերտ եւ բազմազան, եւ դրանք ընդհանրապես լուծումներ էր պետք, որպեսզի Սևանի ծրագիրը կատարվի։ Օրինակ, ճանապարհներ են մնում ջրի տակ, անգամ եթե ծրագիրը կատարվի միջև վերջ 1903.5 մետր բարձրության հասնի Սևանը, այն ժամանակ երկաթգծի հատվածներ կա, որ կարող են մնալ նաեւ ջրի տակ։ Տներ են մնում ջրի տակ, վերջապես ջրամատակարարման, ուրեմն պոմպակայաններ եւ այլն, հազար մի տեսակի հարցեր, որոնք սպառնում էին ուրեմն ենթակառուցվածքների կանոնավոր աշխատանքին, էլեկտրասյուներ եւ այլն եւ այլն, եւ այդ բոլորը նախապատրաստելու համար եւ ուրեմն կանխատեսներով համապատասխան շարժվելու եւ որպեսի ուրեմն փաստի առաջ չկանգնենք հանգար, ստեղծվեց այդ հանձնաժողովը, որի մեջ նաեւ խնդիրների մեջ էին նաեւ ձկնապաշարների ուսումնասիրությունը, կենսաբազմազանությունը, ջրիմուռների պատելը եւ այլն։ Կհիշեք, այդ տարիներին ուրեմն չկար երևի շաբաթ, որ Սևանի հիմնախնդիրներից մեկը ուրեմն չդառնար Հայաստանի Հանրապետության ամենահետաքրքիր հարցերից մեկը, որ ուրեմն անդադ պետք է ուշադրության կենտրոնում էր բնակչության, որովհետև այդ քաղցրահամ ջրերը, դրանք համարվում են ստրատեգիական պաշար, ամեն ինչ ասվում էր, որ ուշադրության կենտրոնում լինի այդ հարցը, եւ իհարկե ոչ առանց այսպես ասած քննադատական նիշերի, որ ահա օլիգարխների ուրեմն հանգստյան տները, դաչաները եւ այլն, մի խոսքով։ Ինչպես հասկացաք, սիրելի հայրենակիցներ, այսօր խոսքը գնալու է մեր գեղամաղ գեղեցկուհու, մեր Սևանի մասին։ Շատ կարևոր թեմա է, իհարկե Սևանի թեման, պարոն Բախշյանը ինձ օգնեց, ազատեց այդ ներկայացնելուց եւ ինքը արդեն պարզ ասեց, թե ինչի մասին են խոսալու։ Որքանով որ հասկացաք, պարոն Բախշյանը լավատեղյակ է, որտեղ աշխատել է կոնկրետ այդ հարցով։ Եվ այսօր մենք պարոն Բախշյանի հետ կզրուցենք Սևանի խնդիրների, ծրագրերի, թե ինչ ծրագրեր են եղել եւ նույնիսկ 1926 թվականից դատա ունենք հավաքած, որտեղ ցույց է տալիս Սևանի մակարդակը, ինչ է եղել, ոնց է եղել։ Պարոն Բախշյան, շատ հաճելի է, շատ կարևոր թեմա է իհարկե։ Մեր հայաստանցիներից համար դա անչափ ընդհանրապես հայերիս համար անչափ կարևոր թեմա է, որովհետեւ ինչպես դուք ասացիք, Սևանի հետ որ ինչ որ մի բան լինում է, անպայման դա դառնում է բոլորիս այդ օրվա խոսակցությունը կամ այդ ամսվա խոսակցությունը, եթե հիշում եք վերջերս Սևանը սկսել է ճահճակալել, առաջներում ես նման բան չեմ հիշում, շատ քիչ է եղել եւ նույնիսկ կան ամիսներ, որ լողանալը անհնար է դառնում որոշակի ժամերի, կարծեմ մարդիկ էլ գնացել էին այդ Սևանի ջուրը խմել էին, չէ՞, այտենց պոպուլիստական ինչ որ քայլ էին արել, որպեսզի ցույց տան խնդիր չկա, այդ ամեն ինչի մասին սկսենք սկզբից։ Ցավոք այդ ինչ որ ասում էինք, որ ուշադրության կենտրոնում հասարակության, կարծես թե վերջի 8 տարին այդ ուշադրության կենտրոնը մենք չենք նկատում։ Համենայնպես քաղաքական առաջնահերթությունները իշխանությունների վարած քաղաքականության այս 8 տարվա ընթացքում կարծես թե ամենակարևոր խնդիրը չի դա Հայաստանի։ Աթոռից բացի ուրիշ բանի մասին չեն խոսում, նախկին ու աթոռ։ Գուցե մի 3 տարի առաջ դա բացառություն էր, երբ որ վարչապետն ասեց, նու այդ մասին էլ դեռ կանդրադառնամ։ Հերթական սուտը, գիտեմ ինչ եք ասում։ Աննախադեպ բարձրության է հասնելու Սևանի կհասնենք այդ տարին կնկարագրենք, ուրեմն տեսեք, ուզում եմ այս դիագրամը ձեզ ներկայացնել։ Հա, դիագրամը ոնց որ տեսնում եք, այդտեղ 3 գույն կա,
կանաչով ցույց է տալված, թե մենք հրազդանից ինչպիսի բաց թողումներ ենք անում Սևանին, կապույտը դա բացարձակ նիշն է, իդեպ այդ բաց թողումները կանաչով որ կա աճ դիագրամի աճ կողմի թվերն են, դիագրամի ձախ կողմի թվերը այն ուրեմն կապույտով նշված է թե նիշը ինչքան է եղել, ինչ բարձրության է եղել, ինչ բարձրության է եղել։ Ոնց որ տեսնում եք ամենավերևի թիվը 1915-ն է, այդ ինքը նշանակում է որ մինչև 1938 թվականը միջին Սևանի բարձրությունը եղել է 1915 նիշի վրա, ինչը համարվում է բնական բարձրությունը Սևանի։ Կղզին էլ կղզի էր, ոչ թե կղզին էլ կղզի էր։ Հիմա եւ ուրեմն տեսնում ենք որ կարմիր է, հիմա կպատմեմ թե կարմիրը ինչի մասին է։ Տեսնում եք որ մինչև 1938 թվականը ուրեմն եղել է միջինը 1915-ից մի փոքր ավել եւ եթե մենք Սևանի ուրեմն ճանապարհներից կողքից ասում ենք, տեսնում ենք քարերը որոշ մասը սպիտակ են, դա այդ 1915 նիշն է, այսինքն Սևանի բնական բարձրությունը։ Հիմա ինչ ա եղել այդ 38 թվականին, 35 թվականին ինչ ա եղել։ Ուրեմն ակադեմիկոս Վիդինեևի գլխավորած արշավախումբը ուսումնասիրությունները բերել են հանգեցրել են համոզման այդ սովետական ինդուստրիալիզացիայի ժամանակաշրջանում, երբ որ առաջի հեկերն էր կառուցում Հրազդան գետի վրայով, այն ժամանակ ուրեմն եկել են եզրակացության, որ ինչ իմաստ ունի, եթե ուրեմն գետերով Սևանը լցվում է եւ Հրազդանով դուրս է գալիս, Հրազդանը միակ գետն է, որը դուրս է գալիս, պահել այդպիսի մեծ հայելի եւ թույլ տալ, որ այդ ջուրը հենց հենց Գոլոշյանը եւ պետք է ուրեմն պակասեցնել այդ հայելին եւ հետո ա եղել այդ ակադեմիկոս Վիդինեև եւ ուրեմն հեչ սարսափելի չի, որ այդ այսպես ասած գետերով գան լցվեն եւ ընդհանրապես լույս չլինի եւ ուրեմն հոսի Հրազդանով հեռանա այդ ջուրը։ Վերջանա գնա։ Վերջանա գնա։ Այո, մակերեսը մեզ պետք չի, որովհետեւ արդյունավետ չի օգտագործում այդ ջուրը։ Ինչ որ անտեղի Գոլոշյանում է։ Եվ այդ ուրեմն ծրագիրը կենսագործելու համար ուրեմն որոշվեց, որ ոչ միայն էներգետիկ եւ գյուղատնտեսական նպատակներով ջուրը պետք է բաց թողնվի, այլ պետք է բաց թողնվի անխնա եւ անխտիր, ուղղակի պետք է դատարկվի։ Եվ ինչպես տեսնում ենք 40 թվականից սկսած տարեկան բաց էր թողնվում 1.6 միլիարդ խորանարդ մետր ջուր։ Այ ոնց որ տեսնում ենք 48-50 թվականներին հասել է այդ պիկին, հետո մի փոքր պակասել է այդ 50-ական թվականներին 1.400-ից 1.2 միլիոն խորանարդ մետր ջուրը բաց թողնվել եւ 1960 թվականին տեսնում ենք որ կանաչը կտրուկ իջնում է եւ կապույտը որ անկումն է նիշի կանգնում է։ Ինչ է տեղի ունեցել 60-ական թվականներին, գիտեք որ Խմկենկով քարտուղար գլխավոր քարտուղար Խրուշչովը եկավ տարան Սևանը ցույց տվեցին, ասեցին որ չի կարելի այսպես անել, ստրատեգիական պաշարը պետքա եւ այդտեղ հաստատվեց Արփասևան ծրագիրը, որ պետքա վերականգնել Սևանի նիշը։ Սևանը պետքա փրկել, ծրագրերը անգամ Արփասևան երկար հիշում եք մի խոսքով Իսկ ակադեմիկոսը ողջ չէր որ գնդակահար էին գոնե։ Կարծում եմ այդ ժամանակ արդեն 60-ական թվականներն էր եւ 30-ական թվականները ավարտված էին, չգիտեմ, ողջ էր թե չէ, մեզ համար փաստերը եւ օբյեկտիվ իրականությունը ներկայացնելն է կարեւոր, ուղղակի պատճառները, թե ինչի համար տենց եղավ եւ ինչի համար վերացվեց դա։ Ինչպես տեսնում ենք, մենք ստաբիլ վիճակ ունենք 1960 թվականից մինչև ուրեմն 1990 թվականը։ Նորից կանաչը, ինչպես տեսնում եք, շատ կտրուկ վերև է բարձրանում։ Ես տեսնում եմ 92-94։ 92-94, երբ որ ատոմակայանը փակ էր եւ պետք էր ուրեմն էներգետիկ կարողությունները մեծացնել եւ պետք էր էներգետիկ նպատակներով շատացնել ջրի բաց թողումը եւ ապահովել էներգետիկ անվտանգությունը հիդրոէլեկտրակայաններով։ Եվ ուրեմն մեծացվեց այդ համարյա հասավ համարյա հասավ այդ 1.6 միլիոն խորանարդ մետր ջրի բաց թողման, որից հետո ուրեմն այդ 96-97 թվականներին արդեն ատոմակայանի աշխատանքը վերականգնվեց եւ այդ հեկերով աշխատանքի անհրաժեշտությունը վերացավ եւ մենք եկանք ուրեմն 2000 թվական։ Տեսնում ենք, որ այդ կապույտ նիշը ցույց է տալի, որ 2000 թվականին Սևանի մակարդակը եղել է ամենացածր նիշի վրա 1896 մետր։ Եվ այդ ժամանակ էր, որ ուրեմն ուսումնասիրվեցին եւ որոշվեց, որ պետքա համալիր ծրագիր ունենալ տարեկան 2002 թվականին, հա 2001 թվականից է գործում այդ համալիր ծրագիրը։ Միջև այդ ուրեմն աշխատանքները ուսումնասիրությունները կատարվեցին, որոշվեցին, որ թե ինչ բաղադրիչներից է կազմված Սևանի նիշը։
Ինչեր են որ ազդում դրա վրա, այսինքն գետինի ներոսք մոտարապես վերջի 50-60 տարվա ընթացքում դիտարկված գետերի ներոսքը, քանի ինչքան միլիոնա կամ խորհրդարան մետրով ինչքան է գնահատվում, տեղումներ, որ նպաստում է Սևանը լցնելու, այո, Արփա Սևանով ինչքան ջուր կարող է գալ, Կեչուտի ջրամբարով ինչքան ջուր է հավաքվում, այնուհետև կորուստները, ինչքան մենք ջուր կարող ենք վերցնել Հրազդանով մեր ուրեմն գյուղատնտեսական նպատակների, էներգետիկ նպատակների եւ այլնի համար եւ վերջապես ուրեմն գոլոշիացումը ինչքան է լինում են տխրահարճակ գոլոշիացումը ակադեմիկոս Բեդինյեվ եւ այդ բոլոր դիտարկումներից ելնելով ինչի վրա չես կարող ազդել գոլոշիացման վրա չես կարող ազդել տեղումների վրա չես կարող ազդել գետերի ներհոսքի վրա գրեթե չես կարող ես ազդել Արփա Սևանով ինչքան ջուր բերես եւ Հրազդանով ինչքան ջուր օգտագործվես այդ ժամանակ ընդունվեց օրենքով այդ համալիր ծրագրով որ էներգետիկ նպատակներով ջուր վերցնել Սևանից չի կարելի եւ եթե մենք գյուղատնտեսական նպատակներով ամառային ամիսների վերցնում ենք ջուրը այդ ժամանակ կարելի է էներգետիկ հզորությունները աշխատեցնել այդ 2001 թվականին որոշվեց 2001 թվականին համալիր ծրագրով որոշվեց եւ ուրեմն դրանից հետո ամեն տարի այդ կողպեքը կախվում է երբ որ գյուղատնտեսական սեզոնը ավարտվում է եւ գարունը կամ հունիսի սկզբին կամ մայիսի սկզբին եղանակային պայմաններից կախված գնում է հանձնաժողովը եւ բացում է այդ կնիքը եւ ջուրը սկսում են վերցնել Սևանից Հիմա եւ մի կարևոր հանգամանք եւս, քանի որ Կեչուտի ջրամբարը փոքր ջրամբար է եւ այնտեղից ջուրը վերցնել այս համալիր ծրագիրը իրականացնելու համար 2001 թվականից սկսած, հիմա ավելի մանրամասն այդ համալիր ծրագրի մասին կխոսեմ, կարող է բավարար չանի Կեչուտի ջրամբարից, որոշվեց, որ կիսատ մնացած Սպանդերան ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբարը թունելը պետք է ավարտել աշխատանքները։ Այս վերջերս կսկսեք, հատկապես Հայաստան դաշինքի քարոզարշավի մեջ նշված է, որ Քոչարյանի կառավարման տարիներին է հենց եղել, որ Սպանդերանի ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար թունելը հանձնվել է շահագործման 2004 թվականին, բայց դա չի աշխատել ուղղակի, որովհետև հետո եկավ ժամանակ, երբ որ Տաթև հեկի այն կասկադի ջրերի կուտակման համար Սպանդերան ջրամբարը համարվեց Տաթևի կասկադի, այսպես ասած, ստրատեգիական որպես պաշար։ Հիմնական պաշարը, հիմնական պաշարներից, Տոլորսի ջրամբարը, Սպանդերանի ջրամբարը եւ այդ թունելը մնաց անգործության, մնացել ենք մենակ Կեչուտի հույսին։ Բայց միևնույնն է, մինչեւ տեսնեք, որ բանը Աղյուսակով երևում է, որ մենք մայիսի 18-ի դրությամբ Կեչուտի ջրամբարից արդեն տեղափոխել ենք 135 միլիոն խորհրդ մետր ջուր։ Այսինքն միայն Կեչուտի ջրամբարի պաշարների շնորհիվ հնարավոր է եղել այդքան։ Եթե տեսնում եք ընթացիկ տարում հիմա մայիսի 17-ի դրությամբ մենք Կեչուտից վերցրել ենք ամենը 65 միլիոն խորհրդամետր ջուր։ Անցած տարի էլի մոտարապես նույնքան միլիոնի տարբերություն էլ չկա։ Նախորդ 7 տարիների 90 միլիոն միջինում 90 միլիոն խորհրդամետր ջուր եք վերցրել։ Հասկանու՞մ եք, թե ինչի համար է Կեչուտից վերցվող ջրի քանակը պակասում, դա երևի մի քիչ ավելի այլ խնդիր է կապված, թե ուրիշ ինչ ուղղություններով կարող է ծախսվի եւ օգտագործվի Կեչուտի ջրամբարի ջուրը, որովհետեւ այնտեղ հերերի հեկ կա, Վայոց ձորում գործող հեկեր կան, որ էլի այդ ջրի հույսին են Արփա գետով։ Շարունակենք, արդեն խոսենք համալիր եւ տարեկան ծրագրերի մասին։ Որոշվեց, որ ուրեմն հիմք ընդունելով գոլոշիացման տվյալները, տեղումների տվյալները, գետերով ներհոսքի տվյալները, պետքա կառուցել, թե Կեչուտից ինչքան ջուր կարող ենք վերցնել, ինչքան ջուր կարող ենք տեղափոխել դեպի Արփա Սևանով եւ Հրազդան գետով ինչքան կարող ենք վերցնել գյուղատնտեսության համար, որովհետեւ գաղտնիք չի այդ գյուղատնտեսության համար այգիները Արարատյան դաշտի կամ Վերջեկոտայքի, այսպես Սևանի իշխման տակ գտնվող, հա, բանը Նայերի շրջան, Արմավիրը օգտվում է իհարկե Ախուրյանի ջրամբարից, բայց Արարատյան դաշտ եւ այգիները քանի գնում շատանում են, ինտենսիվ այգիներ են, որոնք ջրը ճիշտ է, ուրեմն շատ քայլեր են ձեռնարկվում, որ կաթիլային ողողում լինի, բայց բոլոր դեպքերում պետք է այդ ջրանցքները անընդհատ պահվեն եւ ուրեմն բանը պետք է ջերմոցները շատանում են, որովհետեւ էլի բնությունից է կախված, ազատի ջրամբարում, ապարանի ջրամբարում ինչքան կարող է ջուր կատարվի, կտակվի եւ մենք Սևանից հատկապես ինչքան պետք է վերցնենք։ Հեկերներ են, չէ՞, շատանում բառը։ Հեկերը մի փոքր ուրիշ խնդիր է, որովհետեւ հեկերը կոնկրետ այս ուրեմն Արարատյան դաշտ
դաշտի վրա բան այդ հեկերը այդ դաշտում գտնվող ջրերից չեն օգտվում։ Ավելի լեռնային գետերում են հեկերը գործում, Սյունիքում են գործում, Լոռիում են գործում մի խոսքով, Վայոց ձորում, բայց ես ինչի համար հերերի հեկը ասեցի կամ Վայոց ձորի հեկերը հիշեցրի, որովհետև Կեչուտի ջրամբարից Արփա գետով եկող ջրերը հատկապես այդ հեկերի գործունեության դաշտում են։ Տեսեք, հիմա բանը խոսենք Կարմիր գծի մասին։ Այդ Կարմիր գիծը 2001 թվականին որոշվեց, որ 30 տարվա ընթացքում մենք պետք է Սևանը բարձրացնենք եւ 1896 մետրից պետք է հասցնենք 1903 մետր։ 903 մետր։ 1903 մետր։ Եվ որոշվեց, որ ուրեմն ելնելով թե ինչքան է վերջի 50 տարվա մեջ այդ գոլոշիացում տեղումները եւ այլն եղել, պետքա առաջինը սահմանափակենք գյուղատնտեսական նպատակով ջրերի օգտագործումը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թե ինչ կերպ, եւ ուրեմն սկսենք կառավարել, այսպես ասած, Սևան մտնող եւ դուրս գողը, որ դրական բալանսով մտնի դուրս գա, Արփա Սևանից մուտքի քանակությունը։ Հիմա եկեք հասնենք հաջորդ դիագրամներին։ 5 դիագրամներով ներկայացված է այդ նշածած 5 բաղադրիչները, այսինքն գետերով ներհոսք, տեղումներ, Արփա Սևանով ներհոսք, գոլոշիացում ջրառ։ Տեսնում եք էլի կապույտ կարմիր գծեր են։ Կարմիրը դա այդ համալիր ծրագրով 2001 թվականի որոշած, ուրեմն այն նորմատիվն է։ Այսինքն տարեկան այդ գետերով ներհոսքը միջինը ցույց է տալիս նախկին 50-60 տարին, որ եղել է 770 միլիոն խորհրդ մետր, 774.7 միլիոն խորհրդ մետր։ Հետևաբար մենք այդպիսի սպասելիքներ պետք է ունենանք գետերից, բայց կարող է բնությունը փոխվում է, ուրեմն գլոբալ տաքացում է եւ այլն, եւ կախված նրանից թե ինչպես է փոխվում այդ թիվը, մենք պետք է նման եզրակացությունների կանգնենք, թե ինչքան ենք հրազդան ջուր վերցնում եւ այլն։ Լավ, բնական է, մենք այդ կարմիրը պահել չենք կարող։ Հիմա կոնկրետ նույնը վերաբերվում է տեղումներին, նույնը վերաբերվում է տեղումները մեծ չեն կախված, բայց մենք պետք է տեսնենք, որ միջինը նախորդ 50 տարիների եղել է 507 միլիոն խորհրդ մետր։ Կառավարել ջուր բաց թողել, չէ՞։ Այո, բայց այսրանք կարևոր են։ Տեսնենք, ստեղ մենք շեղումներ ունենք, թե չէ։ Այսինքն նախորդ 50 տարվա տեսնենք, այդ 2001 թվականից հետո ինչպիսի թվեր ունենք մենք փաստացի։ Արդյոք են նախորդը շարունակվում է, թե չէ։ Նույնը վերաբերվում է գոլոշիացմանը։ Հիմա տեսեք, գետերով ներոսքի դեպքում 774 միլիոն նախորդ դիտարկվածի փոխարեն մենք տարբեր տարիներին ունենք ավելի շատ կամ ավելի քիչ։ Բայց մենք տեսնում ենք, որ վերջի այն 2014-15 թվականից հետո ընդհանրապես մի տարի է եղել, որ այդ թիվը ավելի մեծ է եղել, քան թե ուրեմն այդ նախորդ 50 տարիներում դիտարկված է։ Դա եղել է ընդհանրապես 2018 թվականին։ Հետևաբար մենք պետք է ինչ-որ վերանայենք, վերադասավորենք։ 2018-ից անկում է գնում։ Այո, անկում է գնում եւ 2023-ին ռեկորդային 500 միլիոն խորհրդ մետր, 274 միլիոնով ընկել է մեր նորմատիվ թվից։ Հա։ Հետևաբար սա ինչ որ բալանսը պահելու համար ինչ որ մի բանով դիցասկենք, պետք է մտածենք այդ մասին։ Հիմա տեղումները, ինչպես տեսնում ենք, ուրեմն այդ 507 միլիոն խորհրդ մետր եղել է միջին տեղումները, եւ մենք տեսնում ենք, որ մինչեւ էլի 2015 թվականը այդ տեղումները հիմնականում ավելի բարձր են եղել, քան նորմատիվը։ Մենակ բարձր եղել։ Տեսեք, մինչև 2015 թվականը երևի 3 տարի է, 2007-ին, 2011-ին է, որ ավելի ցածր է եղել։ Վերջի 8 տարուց ընդամենը այո, 16 թվականին է եղել ավելի բարձր եւ 2024 թվականին է եղել ավելի բարձր։ Մնացած տարիների մենք ունենք էլի ավելի ցածր ցուցանիշ, ասենք թե օրինակ 2022 թվականին ունեցել ենք 310 միլիոն խորհրդ մետր, 320 միլիոն խորհրդ մետր, որը ուրեմն այդ նորմատիվ 507-ից էլի մոտարապես 200 միլիոն խորհրդ մետրով պակաս է։ Տեսնում եմ, որ արփայից էլ ներհոսքը։ Արփա Սևանով ներհոսքը մենք սահմանել ենք, որ պետք է լինի 250 միլիոն խորհրդ մետր տարեկան։ Ես ձեզ հիշում եք, որ ասեցի մենք 2010 թվականին ունեցել ենք մայիսի 18-ի դրությամբ 135 միլիոն խորհրդ մետր։ Այո։ Որ տարին լրանում էր, այդ 250-ը կատարվում էր այն ժամանակ։ Հիմա մենք տարիներ շարունակ ունենք այս ծրագրի թերակատարում։ 2010 թվականից հետո մենք ոչ մի տարի չի եղել, որ այս 250 միլիոն խորհրդ մետր պահպանենք։ Հետևաբար արփայից ինչքան պետքա որ ջուր գա, որպեսզի գոնե այդ նորմատիվը պահպանվի։ Այո, որպեսզի այդ ծրագիրը պահպանվի, ոչ մի անգամ չենք անում։ Եվ որևիցե մի անգամ, պարոն Զաքարյան, լսած կաք 2010 թվականից հետո, որ ասեն, որ մենք ծրագիրը չենք կատարում։
Չէ, մենակ տեսել ենք, որ գլուխ գովան Քաջնազարը ասեց, որ մենք եկող տարի Սևանի աննախադեպ բարձրանալու եւ հաջորդ տարի իջավ Սևանը։ Հաջորդ տարի չիջավ։ Հենց իր հայտարարությունից հետո սկսեց իջնել։ Դե մինչև հաջորդ տարի, որ ինքը խոստացել է։ Հենց իր հայտարարությունից հետո կարծես թե Աստված վերևից սպասում էր, որ այդ հայտարարությունը անի ու անմիջապես սկսի հակադարձել։ Ամեն ինչը մատեց այն օրը որ հաջողություն է մաղթում սպորտսմեններին, հաջորդ ուրեմն խաղին կրվում են, դա տենց է։ Անցենք գոլորշիացմանը։ Ոնց որ տեսնում եք, էլի միջև 2012 թվականը, էլի մի տարի շատ գոլորշիացումը, մի տարի քիչ, հիմնականում այդ նորմատիվը, որը տեսեք, միլիարդ 74 միլիոն խորհրդ մետր, մենք գոլորշիացում ունենք։ Այդպես է նախատեսված, այսինքն նախորդ 50 տարիների փորձը այդպես է ցույց տալիս։ Հիմա առաջիկա տարիներին էլի մենք պիտի տեսնենք, այդ թիվը փոխվում է, չէ՞ թե չէ, եւ տեսնում ենք, որ 2016 թվականին արդեն միլիարդ 150 միլիոն, 217 միլիարդ 217 միլիոն եւ այլն, այսինքն 20%-ով գերազանցումներ ունենք։ Այդ բան գլոբալ տաքացումն է, թե ինչն է պատճառը, չգիտեմ։ 23-24 թվականին է, որ եղել է միլիարդ 74-ի փոխարեն միլիարդ 60, միլիարդ 62 միլիոն խորհրդ մետր, բայց բոլոր դեպքերում կարծես թե միտումը ցույց է տալիս, որ գոլորշիացման թիվը նույնպես մեծանում է։ Եվ այս պարագայում մենք ուրեմն ունենք ջրառի վերջի դիագրամն է դա, տեսնում ենք, որ մենք ուրեմն 170 միլիոն խորհրդ մետր ջուր տիպայինք կարողանանք ստանալ Սևանից։ Հա։ Տարին չորանությունից հետ կախված թե չկախված, մենք պետք է հետևություններ անենք եւ չպետք է բացառենք, որ կարող է տարի լինի չորացման հետ կապված, որ մենք վերցնենք դերից 200 միլիոն խորհրդ մետր։ Հաշվառելով կառավարենք այնպես, որ աշխատենք մնանք նորմալ։ Ի վերջո մեր նպատակը նա է, որ մենք հասնենք այդ 2903.5 ցուցանիշին։ Հիմա վերադառնանք էլի նախկին դիագրամին։ Ոնց որ տեսնում եք կապույտի եւ կարմիրի համադրությունները։ Տեսեք, մինչև 2012 թվականը մենք ունենք ուրեմն ավելի առաջընթաց վիճակ։ Այսինքն Սևանի նիշը ավելի բարձր է, քան թե կարմիրի կարմիրն է։ Հա, բարձրանում է, տեսնում եմ 2001-ից սկսած ստաբիլ բարձրանում է։ Եվ 2012 թվականին էր, որ ուրեմն նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մենք ուրեմն խնդիր չունենք համալիր ծրագրի կատարման հետ, առաջընթաց վիճակա, հիմա պետք է մտածենք ոնց անենք, որ ուրեմն մեր թունելով Արփասեվանի թունելով եկող ջուրը մաքուր ջուր լինի, որովհետև ի վերջո կենսապահ ձկները չսատկեն եւ այլն։ Ես հիշում եմ մի տարի ձկները, հա։ Այո, պիտի սա քանդված Արփասեվան թունելով ջուրը գալիս է, ռադիոակտիվանում են ջրերը եւ այլն եւ այլն։ Եվ մենք պետք է վերանորոգենք։ Տարվա մեծ մասը մենք պետք է ծախսենք դրա վրա, որ թունելը վերանորոգենք։ Հիմա եւ տարվա մեծ մասը իրոք դրա վրա ծախսվում էր եւ մի խոսքով ջրերի հոսքը բավականին պակասեց եւ մենք արդյունքում ունեցանք ուրեմն մոտարապես նույն թիվը 12 թվականից մինչեւ 18 թվականը։ Ոնց որ տեսնում եք կապույտը դառնում է հորիզոնական։ Հա, բայց վերանորոգումը արվեց։ Վերանորոգումը ամեն տարի կատարվել է։ Ամեն տարի, երբ որ մոտարապես նոյեմբեր ամսի դադարեցնում էին Արփասեվանով ջրի մատակարարում, մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը գործեն։ Ահա, հիմա երբ որ 18 թվականին հավասարվեց ծրագրային ցուցանիշը փաստացի ցուցանիշից հետ, դրանից հետո արդեն պետք է կատարվեին փոփոխություններ կամ ուրեմն, չգիտեմ, եթե չեն դադարեցնում Արփասեվանի վերանորոգումը, գոնե ուրեմն գոլորշիացման տեղումների բաների թվերը պետք է փոխել, որպեսզի ապահովենք այդ շարունակական աճը։ Ինչ ենք մենք անելու, որ այդ շարունակական աճը չկա։ Որովհետեւ եզրահանգման չենք եկել, որովհետեւ որոշման փոփոխություն չենք կատարել, համալիր ծրագրի ծրագրային դրույթները չենք փոխել, ոչինչ չենք արել։ Բայց մենք տեսնում ենք, որ 18 թվականից հետո Սևանը շարունակում է մնալ մի մակարդակի վրա։ Ոչ չեն արել, գնացել են տներ են քանդել, այնտեղ մարդկանց բիզնեսներ են քանդել եւ այլն։ Խնդրում եմ ինձ ասեք, պարոն Զաքարյան, առաջ որ ասում էին Սևանը չեն բարձրացնում, որպեսզի օլիգարխների տները չմնա ջրի տակ։ Հիմա ինչի Սևանը չեն բարձրացնում։ Քան դե ասում են քանդեն, հետո բարձրացնենք, բանը կահույքը չթրջվի բանը։ Պետք է ձեզ անկեղծ ասեմ, այդ ուրեմն մինչև 2001 թվական, մինչև ներողություն, մինչև 1901 նիշը, ուրեմն այդ ապօրինի շինությունները, որ գտնվում են այդ նիշի տակ, որ Սևանը հետագա բարձրացնելու ընթացքում այդ շենքերը, այդ պատերը չմնային ջրի տակ, ուրեմն բոլորը գույքագրվեցին, ամբողջ Սևանի պարագծով բոլոր գույքերը եւ այն ժամանակ խնդիր էր դրված, ինչ պետք է անենք դրանց հետ։
Եվ ձեր խոնարհ ծառան մասնավորապես Սևան ազգային պարկի տնօրինության հետ հատ այդ տների եւ բոլոր այն հատկապես օլիգարխները, որոնց կասկած կար, որ իրանք ուրեմն հատկապես իրենց հետ խոսելը դժվար է եւ այլն, եւ իրանք չեն հաշվի առնում պահանջները պետության եւ այլն, այդ բոլոր խնդիրները հատ առանձնացրել ենք։ Եվ հավատացնում եմ ձեզ, չկար որևիցե մի սեփականատեր, որը չհամաձայնվեր։ Այո, որը չհամաձայնվեր ինքը իր ձեռքով կասկածում հայերը, այո։ Այո, խոսքը լրիվ ուրիշ բանի մասին։ Ձևականությունը, պարզա որ դա պետքա ես քիչ մի քանի օր առաջ անցա այն հատվածով, որտեղ ամբողջ իշխանական նորություններով ցույց տվեցին, որ այս առանձնատունը քանդվում է։ Եվ ուշադրություն դասեցի, չեմ մանրամասնի ով էր, ինչ էր, որ ամենամենը մի հատ այնտեղ բաներ տաղավար էր քանդվել ներքևում խտխորովածի տեղը ամեն ինչ իր տեղում էր մնացած, այսինքն այստեղ ամեն ինչը ցուցադրական է արվում եւ ես հիշում եմ որ շուտով Սևանի ամբողջ այդ բանով ափով այդպես ճեմելու մանգալու բանա սարքվելու այգի որ Բաթումիում նախանձելու են մեզ այս կոմենկոմ այդ ամեն ինչը ոնց որ Աջափնյակի մետրոն ոնց որ Կորեայի ձորի կամուրջը որ պետքա միացներ երկու ափերի իրար եւ այլն այդ ամեն ինչը խոսքերը ասվում է ականջները շոյում են մարդկանց խափում են ասում են առաջ դες չգիտեի միջև հիմա պարոն Բախշյան բայց ես չէի կասկածում որ եթե դու գնաս մարդուն ասես օլիգարխ կլինի թե որևէ սեփականատեր որ գիտես ախպեր ջան Սևանը փրկելու համար պետք է այս քո դաչա ասեմ որ այդպես ընդունված է էլի այս քո դաչան պետք է քանդվի ես չեմ տեսնում մեկին որ պետք է ասի որ ոչ ինչ եք ասում ոնց կլինի ինչ ես ասում չէ Սևանը դատարկեք եւ այլն չի եղել հավատացեք ամենաբարդ խոսակցությունները ես եմ վարել ինչ վերաբերվում է ու հատկապես այն հիշվող օլիգարխներին իրանք հանգստյան տները առանցել են բարձրացրել են նիշը որ 1903-ից 3.5-ից ավել պետք լինի իրենք բարձրացրել են եւ պարիսպներով էին բարձրացնել բայց բոլոր դեպքերում կային նաեւ իրենց հանգստյան տների մոտ այսպես ասած նրանքներ որոնք ցածրում էին գտնվում մարդիկ պատրաստական են եղել քանդելու եթե վստահ եք որ ջուրը բարձրանալու է ուրեմն մեզնից կախված ոչինչ չի մնալու հասկանում եք ուրիշ բան որ այն ժամանակ բոլորը մնացին ջուրը մնաց նույն մակարդակի վրա նույն 1900 միջև 1990 սանտիմետր մնաց նույն մակարդակի վրա չբարձրացավ բայց ես հիշում եմ որոշ բաներ մնացին ջրի տակ այդ որ թվականներ ինչ կատարել դա այն թվականներն էր ճանապարհը տեղափոխել այդ ճանապարհի տեղափոխելը եղել է 2008-ից հետո 2008 թվականից հետո երբ որ խնդիր դրվեց որ ջուրը բարձրանում է ավելի արագ տեմպերով եւ պետքա ճանապարհ Լճաշենի մոտի ճանապարհը նորը կառուցվեց հետո նա լրացուցիչ բարձրացվեց որովհետեւ հիշում եք կառուցելուց հետո հատկապես 1903-ից նիշից ցածր էր 1902 էր եւ ջուրը բարձրացել էր էդ էլ էր ծածկում նոր կառուցվող ճանապարհը կհիշեք որ Լճաշենի այդ հատվածի մոտ դեպի լիճ անտառ էր ամբողջովին եւ այդ անտառի մաքրման որպեսզի դրանք չմնա ջրի տակ եւ ջրի մուրների խնդիրը որ չառաջանա հատուկ ֆիննական տեխնիկա բերեցին եւ սկսեցին այդ անտառները մաքրել կտրել քոքահան անել կհիշեք այդ բոլորը մեր աչքի առաջ ա եղել հիմա երբ որ Լճաշենի այդ ճանապարհով անցնում ես հետքներ չկա այդ ամեն ինչի այսինքն ժամանակին ուրեմն քաղաքական առաջնահերթություններ որպես որոշվել են ծրագրերը իրականացվել են, ծախսեր են կատարվել, որպեսզի անխոչնդոտ Սևանը բարձրանա միջև ծրագրային ցուցանիշը, հիմա ընդհանուր առմամբ մոռացած այդ մասին։ Դե ես հիմա չեմ պատկերացնում, պարոն Բաշյան, բացի զուգ չբռնեք, կտուգանենք, բացի դրանից որևէ բան արվի։ Ես չեմ, այս դիլետանտներից ես ոչինչ չեմ սպասում։ Ինչ եք խոսում, սրանից իրանք բան չեն հասկանում։ Իրանց համար էսի երեխայի խզբզանք է։ Դու պատկերացնում եք որ նայում եք ովքեր են աշխատում, ովքեր են նախարարները, ուղղակի ծիծաղելու են, նա կնստի sense բան կմտածի։ Չէ, իհարկե ձեզ հիմա քաղաքադարձել իմացողները, որ եթե նախկինում թույլ չէր տալիս որոշակի ձկնապաշարներով ձկնորսություն իրականացնել, հիմա ցույց են տալիս, թույլ են տալիս, ճիշտ է։ Բայց այդ բոլորը ինչի շնորհիվ եղավ, այն ձկնաբուծական ֆերմաները, որ ստեղծվեցին, այն մանրաձկների բացթողման ծրագրերը, որ իրականացվում էին, եւ այդ ամեն ինչը որ վերջացավ Մարտունուց Վարդերից ճանապարհի վրա ձկնաբուծային ֆերմաների, որ հետո այդ ցանցերով պատված, որտեղ բացվածում էին ձուկը, ծակվեց։
Եվ այդ ամբողջ ձուկը լցվեց Սևանալիչ, որով կեսման բազմազանությունը հիմա հարստացավ եւ ձգնորությունը այդ բոլոր ծրագրերը ծակեցին գուցե, բայց այդ հիմիկվա պատկերը մենք ունենք նախկինում ձեռնարկած միջոցառումների արդյունքում։ Այո։ Հիմա այդ բոլորը շարունակել է պետք։ Եվ ես այս հաղորդմանը հատկապես եկել եմ մասնակցելու այդ կոչով, վերջապես հանրային պահանջը պետք է ձևավորվի համալիր ծրագիրը իր տրամաբանական ավարտին հասցնելու թե չէ։ Իշխանապողություն չլինի, այս ամեն ինչը իզուր են խոսում։ Պարոն Բախշյան, լրիվ իզուր է, ես ուղղակի ուղնուցուցով համոզված եմ, որ լրիվ իզուր է։ Այս մարդկանց դա չի հետաքրում ընդհանրապես։ Իրանց պետք է նույնիսկ այս Սևանի պարեկները, որ ստեղծել են, դա հերթական խումբն է, ուրեմն ենթակա ոստիկանների պետք եղած դեպքում նրանց էլ են բերում դստում ժողովրդի վրա։ Իմ դիտարկումներով ամբողջ պատճառը նրանում է, պարոն Զաքարյան, որ այս մարդիկ ամեն անգամ դուք նկատած կլինեք, անդադ ասում են, մենք անում ենք հնարավորը։ Մենք աշխատում ենք 7-24 ռեժիմով։ Մենք գտնել ենք միակ լուծումը, հասկանում եք, ինքնահավանության այդ ցուցանիշը, ուղղակի խեղդում է այն արարչագործությունը, որով պիտի զբաղվեն քաղաքական իշխանությունները։ Եթե մարդը մտածում է, որ ինքը անում է հնարավորը, այդ նշանակում է, որ ինքը կարծում է, Իրանից լավ անողը հնարավոր չի լինի որ կա։ Կներեք, պարոն Բաղդասարյան, ուղղակի չեմ կարող զսպել դիսալ։ Facebook-ից դուրս չեն գալի, նախարարներից վերջ ասած, վարչապետով Facebook-ից եկող չեն գնում, TikTok, Facebook ու Instagram ինչ աշխատում 27, ճիշտ են ասում։ 24 ժամ աշխատում են Facebook-ում իրենց բանը փրկելու, իրենց դեմքը փրկելու։ Գիտեք, պատկան Պաշտոնյայի հետ որ խոսում է այս դիագրամների մասին, ասում ինչի՞ չեք փոխում նորմատիվները։ Վերջապես գլոբալ տաքացումը փաստ է, գոլոշիացումը շատացել է, տեղումները պակասել են, ինչ չեք փոխում։ Գիտեք ինչ է պատասխանում։ Ասում է, բա որ հանկարծ մի տարի գա ու այդ ցուցանիշը կատարվի։ Բա որ։ Ասում են դարելա Ռուսիա ավոսը։ Կներեք սիրելի հայրեստատով։ Հանկարծ ուրիշ ծիծաղում ենք լացելու բանը, պարոն Բաղդասարյան։ Իրոք լացելու բանը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բաղդասարյան, շատ շնորհակալ եմ։ Այս թեման կարելի է շարունակել, երբ որ կլինի adekvat իշխանություն մեր երկրում, շատ կարևոր թեմա է, Սևանը մեր համար, դա ուղղակի մեր գեղեցկուհին, մեր թագուհին է Սևանը։ Եվ ես հիշում եմ, երբ որ Սևանը կնքեցին, հա, այսպես ասենք, ինչ ուրախություն էր, ես այս ժամանակ Հայաստանում չէի, շատ է ուրախացել, ասում եմ, որ վերջապես էլի, ինքը սրբություն է, իրոք սրբություն է մեր համար Սևանը, եւ այդպես անտեսել ինչպես այսօր է անտեսված եւ մնացած բոլոր ոլորտները, պարոն Բախշյան, որ ոլորտից ուզում եք խոսան։ Դուք քաջատեղյակ եք, որովհետեւ համարյա բոլոր ոլորտներում աշխատել եք, եւ ես կխնդրեմ, որ սրանով չբավարարվենք, այսքանը այսօր Սևանի մասին, շնորհակալ եմ ձեզ, պարոն Բախշյան։ Հույսով եմ հաջորդ ծրագրին էլի շատ կարևոր թեմաներից կզրուցենք, որովհետև ինչպես դուք ասացիք, որ ոլորտի վրա մատը դնես, կատաստրոֆիկ վիճակ է այսօր։ Եվ որպեսզի փրկենք, սիրելի հայրենակիցներ, ես պետք է այսօր այս տաղավարից կոչ անեմ, բոլորդ գնաք ընտրության։ Ես երեք մի այսպիսի հոլավակի նման բան բաց թողեցի ցույց տալու համար, որ ընտրության չգնացողները այս բոլոր թեման եւ Սևանի վրա թքած ունեն, եւ մեր սերունդների վրա թքած ունեն, եւ մեր ապագայի վրա թքած ունեն, Հայաստանի եւ ամեն ինչի վրա։ Գնացեք ընտրության եւ ընտրեք խղճով, որպեսզի կարողանանք ունենալ ազգային իշխանություն, որպեսզի կարողանանք փրկել ոչ միայն Սևանը, այլ մեր ինքնությունն ու մեր երկիրը։ Շնորհակալություն, ձեզ կրկին անգամ շնորհակալություն, կհանդիպենք շուտով։